Վարչապետի տրամադրությունը ես առանձին հանդիպում չեմ ունեցել վարչապետի հետ, վարչապետի հետ իմ հարաբերությունների մասին խոսալու առիթներ չգիտեմ ունեցել եմ թե չէ, մենք ունեցել ենք շատ ջերմ ընկերական մոտ հարաբերություններ մինչև 2018 թվականի մայիսը, երբ վարչապետը դառել է հանրապետության վարչապետ։ Ես իրան համարել եմ ինձ հարազատ եղբայր, իմ ավագ եղբայր ու մենք տենց ենք հարաբերվել։ Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չի կարող շարունակվի, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջը ամեն պահի զանգել, կապը կորում է ու այդ ընկերությունը չի կարող շարունակվի։ Ու ես դա բնական եմ համարում ու նորմալ եմ համարում, եթե առաջիկա 10, 20, 30 տարվա ընթացքում կլինի մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, մենք էլի կլինենք ընկերներ, այժմ մեր ընկերությունը փաստացի չի շարունակվում։ Այսինքն կա ընկերությունը, բայց չի շարունակվում։ Պարոն Սարգսյան, դուք նշեցիք, որ փակ նիստից մի մեջբերում արեցիք, ասեցիք ինձ ասում են ԿՊ ֆրակցիայում վարչապետ ես բերում մեր վրա, ով է նման բան ասում։ Դա ինչ եղել է փակ նիստում, թող մնա փակ։ Դուք արդեն կներեք։ Դե որովհետև պետք էր ասել, որպեսզի նման վերնագրերի տեղիք չտանք, որպեսզի մարդիկ չգնան ասեն Հայկը դուս եկե Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչ որ փորձեն ինտրիգներ սարքին եւ այլն։ Դրա համար եմ դա ասել։ Այս հարցով ում էին ակնարկում, որ ԿՖՆ-ին վարչապետ են տանում, գազգերություն տանել։ Ինչի մասին։ Նարեկ ջան։ Կներեք, դա այդ հարցին արդեն պատասխանել է։ Սարգսյան, հիմա դուք երբ այսպես ինչ որ փակ նիստից մեր բանակի մասին, զինվորները չեն լողանում, դուք որ այդպիսի բաներ հայտարարեք, ամեն դեպքում դա տեղեկատվության, անվտանգության հարց չի, գուցե մեր թշնամիները լսում են, շատ լավ, կարևոր հարց եք տալի։ Հիմա ասեմ, 19 թվին, երբ որ ես ասում էի 44-ից դարել է 25, գլխավոր շտաբով, բանով, պաշտպանության նախարարությունով, վայեսնա թշնամին կիմանա, մեր թիվը պակասել է, այս ինչ անում Սարգսյան Հայկը եւ այլն, ես ասում եմ խնդիր ունենք, պիտի բարձրաձայնենք, որ լուծենք։ Եթե դու խնդիրը չես բարձրաձայնում, դու չես կարող լուծել։ Հետո ինչ դարավ, կներեք, մի քանի ամիս հետո ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ 2020 թվականի աղետալի պատերազմը, ու պատերազմից հետո նաեւ պաշտպանության նախկին նախարարը ինչ ասել։ Ասել է ոչ, ասել է, որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանը ափի մեջ, ասենց 24/7 ռեժիմով հետևել է ամբողջ տեղաշարժը։ Այսինքն իմացել է, որ տեղա պաշտպանության բանակի հրամանատարը խոցել է, որ դեն տեղակալները խոցել։ Այսինքն ոչ միայն բացարձակ թվերով է իմացել, այլ անվանական իմացել է հրամանատարների, բանակի ղեկավարության, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրերը ու թիրախային խոցումներ արել։ Այսինքն այն միտքը, որ վայ թշնամին կիմանա, դա փլվել է 2020 թվականի, որովհետև թե մեր զորքի տեղակայման վայրերը, թե սնուցման ճանապարհները, թե դիրքերը եւ այլն, բոլորը դիտարկվում են եւ դիտարկվելու են, այսինքն այդ միտքը, որ այ խոսում է բանակի մասին, հեսա գաղտնիությունով մենք մի վիճակը կվատանա, վիճակը քրիտիկական արդեն վատացել է 20 թվականից դա ֆիքսվել է ու նաեւ այդ քննիչ հանձնաժողովը, որ ստեղծվել է 44-արյա, դրա ընթացքում դրա մասին խոսացել ենք, որ թշնամին սա իմացել է։ Պարոն Սարգսյան, դուք նաև նիստի ժամանակ նշեցիք, որ մի դպրոցի դասարանում բոլոր տղաները բացի մեկից հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից, դա ոչ դպրոցն է։ Ես չեմ ուզում նշեմ падգամավորի անունը, որպեսզի դա ես падգամավորի անունը չեմ ասում, դա ոչ դպրոցում է։ Դպրոցն էլ չեմ ցանկանում նշել։ Դա խնդրառույց է, այսինքն եթե դիտավորյալ կազմակերպված ինչ-որ բան է, դա միակ դեպքը չի, բազմաթիվ դասարաններ կան, որտեղ դպրոց ավարտելուց հետո որևէ մեկը չի զորակոչվում բանակ։ Եթե ծանոթներ ունեք հատկապես էլիտար համարվող դպրոցներում, մի հատ կարակ հարցումներ անեք, ասեք, այ օրինակ 25 թվականին ձեր դպրոցից քանի հոգի է, քանի տղա է ավարտել դպրոցը, քանիսն է գնացել բանակ։ Այսինքն սխեմա է, բոլոր դասարանները։ Սխեման հետևյալն է, ովքեր որ փող ունեն, միջև 18 տարին լռանալ հրաժարվում են, խիամ ասում փող։ Այդ փողը Հայաստանում չեն ծախսում, դուրսն են ծախսում։ Եվրոպայում շատ, Ռուսաստանում ավելի քիչ, գումարա դուրս գալի Հայաստանից դրա արդյունքում, այդ տղեկն են դուրս գալիս մեր պայեստազորից հաշվառումից ընդհանրապես, ու մենք կորցնում ենք եւ իրենց գումարները եւ ամեն ինչ։ Ես առաջարկել եմ այս սխեման փակենք ու շուրջ տանք, որ այդ գումարները ոչ թե հոսեն Հայաստանից դուրս, այլ գան հոսեն ծառայող տղաների գրպանները։ Տեսեք ոնց է, հիմա տարեկան 3000, չիմա ասեմ։ Խնդրահարից չէ։ Հիմա ո՞րն է ավելի լավ, ինքը вообще փող չտա ու չգնա ծառայության, թե տեսեք 3000 տղա ունենք տարեկան, որ քաղաքացիությունից հրաժարվում է։ Եթե նրանցից 1000-ը
օգտվեին այս կետից, այսինքն 15 միլիոն վճարեին նոր հրաժարվեին։ Որ ասում եք, դուք ինչի վրա եք հղում Ինձ տվել են ներքին գործերի նախարարությունը։ Այսինքն հարցում եմ արել, թե քանի օգյա քաղաքացի։ Այո, բաց տեղեկատվությունն է, կարամ ձեզ էլ տամ, դուք էլ ուսումնասիրեք։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Ես ասել եմ 3000 հոգի քաղաքացիությունից հրաժարվում է, բերում ենք 15 միլիոնի արգելքի դնում ենք։ Կամ էլ ասում ենք 15 միլիոնը դուք մի ամիս ծառայ, այսինքն դու ես որոշում 15 միլիոն տալիս ես հրաժարվում ես ու չես ծառայում, կամ նույն 15-ը տալիս ես գալի մի ամիս ես ծառայում, ու սրա արդյունքում եթե մեզ հաջողվեր ես 3000-ից 1000-ի բերել ծառայության 1000-ով ավել զորակոչ կունենայինք եւ մեր զորացրվողները ամեն մեկը 1.5 միլիոն կստանային, այսինքն որտեղ մենք տարեկան մոտավորապես 10000 զորացրվող ենք ունենում, կհավաքագրվեր 15 միլիարդ, որը բաժանվելով ամեն մեկը կստանար 1.5 միլիոն, այսինքն այնտեղ են ով որ գալիս է հաջորդ օրվանից սկսում է բանվորություն անել, կունենար 15 միլիոն, կգնար ժող ինստիտուտում կսովորեր կամ նոթբուք կառներ, IT մասնագետ կդառնար, այսինքն իր կյանքը ինքը կկազմակերպեր, կամ ինչ-որ արհեստով կսկսեր զբաղվել, զոդող կդառնար մասնագետ, զոդման ապարատ կառներ ու իր կյանքը կկազմակերպեր, այսինքն չէր լինի ինքը սևագործ բանվոր, որպեսզի իր օրվա փողը վաստակի, այլ ինքը կունենար կյանք մտնելու մեկնարկային գումար։ Հիմա մեր գործընկերները որոշեցին, որ պետք չէ այդ հնարավորությունը տանք, պետքա թողենք ոնց որ կա, այսինքն էլիտար պրոստերում էլի շարունակեն բոլորը քաղաքացիությունից հրաժարվեն, չծառայեն, մարզերում 50% զորակոչ ունենանք։ Ես խեմ այդ թիվը բարձրացնում, ասում եմ Երևանում զորակոչի թիվը քրիտիկական ցածր է։ Երբ մենք ասում ենք հանրապետությունում 30-ից 35% է զորակոչը, դա մարզերի հաշվին է այդքան։ Երևանում 10, 13, 14, 16% է զորակոչը։ Տարենք ունեցել 10 աղի, այսինքն անհավասարությունը կա ու այս օրենքի տապալման, որ ուզում են ասեն, որ այ չեղավ այդ անարդարությունը, այդ անարդարությունը խորանալու է ու որը որ այսօր կա չի լուծվելու, ինչի համար ցավում եմ։ Էսա սա ամբողջ միտքը սա է, ուրիշ բան պետք չի դա կմանգալ։ Կներեք, եթե օրինակ հա հիմա խաղաղ վիճակներ, հա, բայց չգիտենք ինչ զարգացումներ կլինեն, Աստված տա երբեք էլ մարտական գործողությունների գնալու անհրաժեշտություն չլինի, բայց եթե նման իրավիճակ ստեղծվի, այդ փող տված 15 միլիոն դրամ տված եւ չտիրապետողներն ինչ են անելու։ Կա նաեւ գումարի չափ որ տան եւ ասեն այ մենք մարտական Դրա համար ես ինչ եմ առաջարկում, դրա համար ոչ միայն առաջարկին է, որպեսզի 15 միլիոն տա հրաժարվի, այլ նաև նույն հնարավորությունով 15 տա ու մի ամիս ծառայի։ Սա ինչ կտար։ Քաղաքացին կհաշվեր, կասեր ես հիմա պիտի 15 միլիոն տամ, գնամ մի հատ դրսում փող ծախսեմ, քաղաքացիությունից հրաժարվեմ ու որոշ խնդիրներ ամեն դեպքում Հայաստանում ունենամ, ավելի լավ է 15 տա մի ամիս ծառայեմ։ Մի ամիսը կծառայեր, կմտներ պահեստազոր, մի ամսում հնարավոր է տիրապետել զինված ուժերում ծառայության կանոնների մեծ մասին։ Ու երբ որ արդեն կլիներ մարտական գործողությունները հավանական կամ էսկալացիան, արդեն այս մարդուն մենք կունենայինք մեր պահեստազորում, այսինքն ինքը ոչ թե կլիներ ՌԴ քաղաքացի այսինչյան, այլ ինքը կլիներ մի ամիս պատրաստված զինծառայող, ով կկարողանար համալրվել զինված ուժերի շարքերը։ Ու այնպես չի որ դա նորություն է կամ ամբողջ աշխարհում ես բանը հեծանիվ եմ նոր հորինը Թուրքիայում նման հնարավորություն կա, Ղազախստանում նման հնարավորություն կա, Հունաստանում նման հնարավորություն կա, որտեղ մարդիկ ծառայում են 21 օր, 35 օր կամ 1 ամիս արագացված ընթացակարգով դառնում են լավ զինվորներ։ Ես վստահ եմ, եթե իմ ցանկած իմ պատկերացրած եւ իմ ու նախանշած ձևի կարողանանք կազմակերպել դասընթացները, 1 ամսում մենք ավելի լավ զինվոր կունենանք, քան 1.5 կամ 2 տարի։ Այս ամեն ինչը հնարավոր է, որ գա հանգեցնի փուլի, որ դիտարկում եք այդ սցենարը, որ ձեզ կարող պարտադրեն մանդատից հրաժարվել։ Չեմ դիտարկում նման սցենար։ Պարոն Սարգսյան, նշեցիք, որ Անդրանիկ Քոչարյանը անձնական ինչ-որ ամբիցիաներով է նման քայլի գնացել, որ ասի տեսեք Հայկ Սարգսյանի նախագիծը տապալեցի։ Ինչ անձնական հարցերը կրկնվում են, մենք անձնական վեճ չենք ունեցել։ Ես միշտ լավ հարաբերություններ եմ բայ բոլորի հետ, հատկապես Քոչարյան Անդրանիկի հետ։ Միակ վեճը, որ կարելի ասել, դա եղել, որ ինքը ասել է, ես չեմ ուզում առանց ինձ նիստը վարվի։ Ես էլ ասել եմ, դրա հետևանքը լինելու է այս կորուստը պետության համար։ Պիտի կշռենք, հիմա որ դուք նիստը չվարեք, ինչ վնաս ենք կրում, եթե այս օրենքը չի ընդունվում, ինչ վնաս ենք կրում։ Հիմա ինքն մտածել է, որ իր նիստը չվարելը ավելի վնաս է, քան այս օրենքի հավանական վնասները չընդունման դեպքում։ Շնորհակալ եմ շատ։ Բոլորի հետ լավ հարաբերություններ եմ Մանուկյանի հետ խոսելիս ասում եք ձեր մի րոպե Գարիերան ինչպես եք պատկերացնում, օրինական այդ Ավանեսյանը, որ 22 թվին է ԿՊ անդամ դարձել, երրորդ տեղն է գրավում, դուք Փաշինյանի հետ ճանապարհ եք անցել եւ այլն։ Ես եղել եմ քաղաքացիական պայմանագիր դեռևս հասարակական միավորման անդամ դեռևս 2015 թվականից եւ դարել եմ կուսակցության հիմնադիր անդամ, բայց մնացած ընթացքը ցույց տվեց այլ բան։ Շնորհակալ եմ շատ։ Բայց քաղաքական կարիերան շարունակել եք ինչ որտեղ, թե չէ։
Այս բանը Ընտրությունների հետ կապ։